Երբևէ մտածել եք, ինչու են այսօր այսքան շատ մարդիկ շփոթված։ Մեկն ասում է, սա է ճշմարտությունը, մյուսը ոչ, սա է։ Սոցիալական մեդիան լցված է ուսուցիչներով, շատերը դարձել են քարոզիչներ։ Որոշները փորձում են ղեկավարել մարդկանց մտածողությունը, եւ ամենավտանգավորն այն է, որ գեղեցիկը միշտ չէ, որ գալիս է սարսափելի տեսքով։ Շատ անգամ այն գալիս է գեղեցիկ խոսքերով, մոտիվացնող արտահայտություններով, լույսի անվան տակ։ Հենց դրա համար Հովհաննես առաքյալի առաջին ընդհանրական նամակի 3-րդ գլխի 21-4-6 հատվածները այսօր ավելի արդիական է, քան երբևէ։ Այս հատվածը սովորեցնում է ինչպես ապրել վստահ հավատքով եւ ինչպես տարբերել Աստծո ձայնը աշխարհի աղմուկից։ Սիրելիներ, եթե մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծո առաջ եւ ինչ էլ հայցենք կստանանք նրանից, որովհետեւ պահում ենք նրա պատվիրանները եւ նրան հաճելի բաներ անում։ Նրա պատվիրանն այս է, որ հավատանք իր որդու Հիսուս Քրիստոսի անվանը եւ սիրենք միմյանց, ինչպես որ նա պատվիրեց մեզ։ Ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծո մեջ եւ Աստված նրա մեջ։ Իսկ մեր մեջ Աստծո բնակվել իմանում ենք Սուրբ Հոգուց, որ տվեց մեզ։ Սիրելիներ, մի հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձեք հոգիները, թե արդյոք Աստծուց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհի եկել, եւ մենք սրանով ենք ճանաչում Աստծո հոգին։ Ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, նա Աստծուց է։ Եվ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, նա Աստծուց չէ։ Այդ նույն հոգին նեռինն է, որի մասին լսել եք, թե եկել է եւ արդեն իսկ աշխարհում է։ Դուք Աստծուց եք որդյակներ եւ հաղթեցիք նրանց, որովհետեւ ձեր մեջ եղած հոգին ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է։ Նրանք աշխարհից են, դրա համար էլ աշխարհի բաների մասին են խոսում եւ աշխարհը լսում է նրանց։ Մենք Աստծուց ենք, ով ճանաչում է Աստծուն, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ։ Սրանից ենք ճանաչվում ճշմարտության հոգին եւ խաբեության հոգին։ Ամեն։ Հովհաննես առաքյալը սկսում է շատ անձնական խոսքով։ Եթե մեր սիրտը մեզ չի դատապարտում, համարձակություն ունենք Աստծո առաջ։ Սա շատ խորը թեմա է։ Այսօր միլիոնավոր մարդիկ ապրում են մեղավորության զգացումով, ներքին անհանգստությամբ, մշտական ինքնադատապարտմամբ։ Մարդիկ ժպտում են արտաքինից, բայց ներսում խաղաղություն չունեն։ Աստված չի ուզում, որ դու ապրես մշտական հոգևոր վախի մեջ։ Նա ուզում է քեզ տալ խաղաղություն, վստահություն, որդիական համարձակություն։ Ամեն օր փորձիր հարցնել քեզ. իմ խիղճը խաղաղ է Աստծո առաջ։ Հովհաննես առաքյալը կապում է աղոթքը եւ հնազանդությունը։ Սա շատ կարեւոր է։ Այսօր շատ մարդիկ ուզում են օրհնություն, հաջողություն, աղոթքների պատասխան, բայց առանց Աստծո կամքով ապրելու։ Մենք ապրում ենք արագ արդյունքի ժամանակներում։ Մեկ սեղմումով պատվեր ենք անում, մեկ սեղմումով տեսանյութ նայում, մեկ սեղմումով հաճույք ստանում։ Եվ երբ աղոթքը անմիջապես պատասխան չի ստանում, մարդիկ հաճախ հիասթափվում են։ Բայց Աստված հոգևոր ավտոմատ չէ։ Աղոթքը միայն խնդրանք չէ, աղոթքը հարաբերություն է։ Մի աղոթիր միայն խնդիրների ժամանակ, սովորիր ապրել Աստծո ներկայության մեջ ամեն օր։ Հովհաննես առաքյալը ամբողջ քրիստոնեական կյանքը ամփոփում է երկու բանի մեջ. հավատք Քրիստոսի հանդեպ, սեր մարդկանց հանդեպ։ Այսօր շատ մարդիկ ունեն կրոնական խոսքեր, հոգևոր տեսանյութեր, աստվածաշնչյան մեջբերումներ, բայց իրական կյանքում բարկություն կա, ատելություն կա, ներողամտության պակաս կա։ Իսկական հավատքը երևում է վերաբերմունքի մեջ։
Եթե ուզում ես իմանալ, աճում ես հավատքի մեջ, նայիր, թե ինչպես ես վերաբերվում մարդկանց։ Մի հավատացեք ամեն հոգու։ Սա հատվածի ամենաթրիգերային խոսքերից մեկն է։ Մի հավատացեք ամեն հոգու, առաքյալն ասում է, ոչ ամեն հոգևոր բան է Աստծուց։ Այսօր մարդիկ հավատում են ամեն ինչի, TikTok-ի գուրուներ, կեղծ մարգարեություններ, տիեզերքի էներգիայի խոստումներ, հոգևորության անվան տակ տարածվող խաբեություններ ու շատերը կորցնում են ճշմարտությունը։ Աստված քեզ կոչ է անում ոչ թե միամիտ լինելու, այլ հոգևոր զանազանության մեջ զորանալու։ Ամեն լսած բան մի ընդունիր, համեմատիր այն ավետարանի հետ։ Հովհաննեսը հանկարծ տալիս է մեծ մխիթարություն։ Նա, ով ձեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, որ աշխարհում է։ Սիրելի հավատավոր հետևորդներ, աշխարհը կարող է վախեցնել, շփոթեցնել, ճնշել, բայց Աստծո ներկայությունը քո ներսում ավելի զորավոր է։ Մի ապրիր մշտական վախի մեջ։ Քրիստոսը քո մեջ ավելի մեծ է, քան քո խնդիրները։ Հովհաննես առաքյալն ասում է. աշխարհը սիրում է լսել այն, ինչն իրեն հաճելի է։ Այսօր սա շատ տեսանելի է։ Մարդիկ նախընտրում են հարմար ճշմարտություն, ոչ թե իրական ճշմարտություն։ Եթե այսօր ասես, ապաշխարիր, փոխվիր, սուրբ ապրիր, փորձիր կատարյալ լինել, շատերը կասեն, դա շատ խիստ է, բայց ճշմարտությունը միշտ չէ, որ հարմար է։ Վերջում առաքյալը տալիս է մի չափանիշ։ Ճշմարտության հոգին լսում է Աստծո խոսքը։ Մարդու սիրտը երևում է նրանից, թե ինչ ձայն է նա ընտրում լսել։ Լցրու քո միտքը ոչ թե միայն աշխարհի ինֆորմացիայով, այլ Աստծո խոսքով։ Այս հատվածը մեզ սովորեցնում է. առաջին, Աստված ուզում է, որ ապրենք վստահությամբ։ Երկրորդ, աղոթքը հարաբերություն է։ Երրորդ, իրական հավատքը արտահայտվում է սիրով։ Չորրորդ, պետք է տարբերել ճշմարտությունը կեղծիքից։ Հինգերորդ, ամեն հոգևոր բան չէ, որ Աստծուց է։ Վեցերորդ, Քրիստոսը մեր մեջ ավելի մեծ է, քան աշխարհի ուժերը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այսօր աշխարհը լցված է ձայներով։ Բոլորը փորձում են գրավել մարդու միտքը, բայց այս ամբողջ աղմուկի մեջ Աստծո խոսքը դեռ ասում է. մի հավատացեք ամեն հոգու, բացիր աչքերդ, զանազանիր, մնա ճշմարտության մեջ։ Եվ երբ աշխարհը քեզ շփոթեցնի, հիշիր այս խոսքը. նա, ով քո մեջ է, ավելի մեծ է։ Դա նշանակում է դու մենակ չես պայքարում, Աստված քեզ հետ է։ Ու եթե դու կառչես Քրիստոսից, աշխարհի խավարի մեջ էլ կմնաս լույսի մեջ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության մեջ գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին և ուղարկել քո բարեկամներին ու ընկերներին, որպեսզի Աստծո խոսքը և այս կարևոր բացատրությունը նրանց ևս հաղորդակից լինի։